Նրանք ովքեր չեն ճանաչում ժողովրդյան Ձերանայիդը, իմ մայրիկը իր որոշմամբ որոշեց ապրի գյուղում, դաշտավայրում եւ դա որոշում իրենն էր եւ մենք ոչինչ չենք կարող իր դեմ եւ ճիշտ ասած տունը կառուցելու ժամանակ որոշեցինք որ ամուսնուս ասեցի քանի որ մեր տունը բավականին հողատարածքը մեծ էր այս մի թևի վրա կկառուցենք մամիի պապիի համար կեսուս տարիս այն կողմը մամայի համար չգիտեք եթե վերջին րոպեին մենք որոշենք կապրեն մեր հետ հետո որ մայրիկն եկավ տեսավ ասեց իրոք լավ տեղ ա շատ ես sense հանգիստ տեղ եմ միշտ երազել եւ մենք կառուցեցինք այն եւ դրա համար ինքն ասում որ իմ եղբայրը մամ ջան արա այն ինչ քեզ ձեռ ա տալիս որտեղ մենք մինչեւ այսօր մենք հարգում ենք մեր հոր որոշումը երբեմն մտեք անանալով եւ լսեք Սաթիկ մայրիկի խորհուրդները Տատիկի խորհուրդները, որովհետև համարյա մի դար ինքն ապրել, մի դար, իսկ դա հեշտ չի ասել, էլի։ Ահա և Ձերանայիդը շքան հիմա բացում է իր կոշիկը։ Մոտիկացնեմ, որտեղ շատերը ասում են կան այդ հերու ես։ Տեսնենք ես երկար սպասված կոշիկի Ես տենց էլ գիտե, որ իրանք նաև կտան սպիտակ շնորոքներ, որովհետև երբեմն հարմար է սպիտակ շնորոքովը, միգուցե թե, ես սպիտակ անեմ, չգիտեմ։ Ուրեմն ցանկանում եմ, որ այս իմպրիմեն լիներ, սա շատ լավ կլինի նաև շագանակագույն շորերի և գազարագույն շորերի հետ։ Հիմա տեսնենք ոնց է ռազմերը։ Օրինակ այրեխեք, նույն բանի հետ, նույն բոթասներն ա ոնց որ իմ կանաչները, բայց արյութես, որ սա փոքրոտ ա մի քիչ, մոտս կպնում ա, գիտեք եկեք լացեմ այս հետ, հիմա ես ես կասեմ, փոքր է թե չէ, մոտմատս ինչ է կպնում, ես որ ռազմերն ա, նույն բանի, Ուրեմն նա, այն մեկը, որ ես ունեմ, սա սամբայա, այն մեկը, որ ունեմ, սպեզյալ, սա սամբա, բայց ես էլ լավ պապուկոտ, գիտեք երեխեք սա բաներ, գիտեք երեխեք ես ոտքիս պրոբլեմը, չեմ ուզում շատ խոսամ, բայց սվանում է Անահիտայինը, հիմա տեսնենք ինչ իրանից ներկայացնում պապուկության տեսակետից արտակարգ պապուկ է, Չգիտեք երեխեք, զրավլիկը խանգարում է մի վարկյան, եկեք գիտեք ինչ անենք, միատ սենց հելենք, իս թվա մետը շատ ես կլինի, ես ռազմին շատ լավ է, արկավրա գնալ պեդիկյուրի, միատ զանգեմ, ուրեմն մեր մայրաքաղաքում, նրանք ովքեր ինչ ճանաչում են, մենք ունենք մի հատ լավ հայուհի, այդ հայուհու անունը Սուսաննա է եւ ինքը բացել է իր սալոնը մանիկյուրի։ Ասեմ ձեզ, որ սիրելիներս բավականին լավ աշխատանք է անում, ես տեսել եմ մեր իմ ընկերուհի Աննայի եղունգները եւ անում է պեդիկյուր, եթե չեմ սխալվում։ Մեր Աննան իմ ընկերուհին իմ համար նվեր էր գնել իմ ծննդյան տարեդարձին եւ ես դեռ պետք է գնամ։ Ճիշտ ասած մտածում եմ անընդհատ եղունգներս մի քիչ երկարել է։ Հիմա ես զանգեմ Սուսաննային, վերստեմ ռանդևուն իմ ամրագրել եւ ես այդտեղից ցույց կտամ։ Մեր Սուսաննայի մայրիկը Ռուզաննայի հանունը պատահաբար տեսա ես Գրանֆրեյում խանութում, տեսեմ մեկը գալիս է իմ Անահիտ ու փաթաթվել է, պարզվում է իմ հետևորդուհին է, մեր թիմի անդամներից է եւ ես դրա համար շատ ուրախ եմ, հեսա կզանգեմ Սուսաննային, կվերցնեմ կամերագրեմ եւ իստումա Ռուզաննային էլ կհանդիպեմ այդ օրը եւ կնկարեմ սիրելիներս։ Եվ ուղրես դիկտրել, մտածեցիք կգնամ միանգամից պետիկյուրի և հենց այդտեղ էլ կանեմ։ Վատը չի, հիմա ես ուզում եմ այս սրա հետ, ինչ կարելի է հագնել սրա հետ, երեխեք ջան։ Սա սևի հետ շատ գեղեցիկ կլինի, ամբողջ սև, տոտալ լուկ սև, գազարագույն պիջակով։ Գնացինք։ Լավն է, վատը չի, ժողովուրդ ջան, վատը չի, նայեք տեսեք։
Տեսեք ինչ լավն է։ Գեղեցիկ է։ Այս շնորհքները կարելի է փոխել, բայց ասեմ ձեզ, որ ես հիմա մի հատ մտածում եմ սրա հետ, ես սրա հետ կհակնեմ կարիչնիվի ինչ-որ մի բան, լավն է շատ, բայց մի բան ձեզ ասեմ, երեխեք ջան, Կարլան ու Դավիթ, այ ոտքս, ինձ ասեցին, որ սպեզիալը լավն է, բայց այս սամբաներն ավելի փափուկ են, վաա, մի հատ երևի սամբա սևեր վերցնեմ, ինչ եք կարծում, շատ գեղեցիկ է, հիմա մտածում եմ, սա ինչի հետ կարելի է համադրել իմ հավաքածուի, կիսաշրջազգեստի հետ սիրուն կլինի կարիչնիվի, ուղղակի չկա, իմ ռազմերը վերջացել է արդեն, սա երևի թե ես կհակնեմ, գազարագույն տերակոտա, ինչ կա, մի հատ պասիկ գնամ նայեմ երեխեք։ Շատերը ասում եք Անայի ջան, շատ հեռու ես, բայց ուրիշ վայրան չունեմ երեխեք։ Ուրեմն հակա էս սրա հետ, սա ուղղակի էս սվիտերը ընտիր է, հիմա եկեք մի քիչ հեռվածնեմ, թե իջացնեմ սա, որ ձեզ ցույց տամ։ Նայեք, տեսեք, շատ սազեց սրա հետ։ Կարող եմ գազարագույն բան հագնել, գազարագույն կուրտկա, մի վարքյան։ Երեխեք, հեսա, ես։ Ես սվիտերի հետ, իմ ես բանի կոզակի կուրտկայի հետ, կամ հնդկաչի, և սրա հետ։ Հիմա սա շատ գեղեցիկ է, իհարկե տաբատը փոխված տաբատը, ուրիշ տաբատ կարելի է հագնել։ Հետո ունեմ նաև կիսաշրջազգեստ, էլի շատ սիրուն է, կսազի հետը, սպիտակ տաբատների հետ է կսազի շատ, չէ լավն է, սա պահվեց, մեկ ունեցանք ևս մեկ կոշիկ, ուրա, շատերին հետաքրքրի գինը, գնել եմ Զալանդոյից, սայթից, և գինն արժի 129 եվրո, 130 եվրո, Adidas Samba, փոքր է, միշտ մտածեք մեկ ռազմեր, մեկ ու կես ռազմեր մեծ վերցնել երեխաների ջան, մեկ ու կես ռազմեր։ Adidas-ը առաջ ոնց են ասում, մեծ ռազմեր ունեցող բոթասներն էին, Nike-եր էր փոքրոտ, ըստ բասկետբոլի եմ ասում, էլի, միշտ որ վերցնում էինք, որ բաժանում էին արդեն մեր ամբողջ մեր այդ բանը, շորերը, շորտիկ, մայկա եւ այլն, Adidas-ը մեծ էր։ Բայց արի ուտես, որ բոլորը փոքրացել են, էկոնոմիա են անում մեր վրա։ Սա այսպես, նայեք, տեսեք սիրելիներս։ Ահա, պաժալստ։ Գեղեցկություն, ջանսաղություն, սրա վրայից է մի հատ սիրուն շարֆ ենք կապում։ Ես գիտեք ինչ կանեմ, միգուցե թե շնորհքները փոխեմ, սպիտակ անեմ, չգիտեմ։ Կարող եմ փոխել անգամ անեմ շագանակագույն, ըստ ինձ, բայց այս գազարագույնը թող մնա։ Մի բան ասեմ, եթե չեք ուզում շատ կլասիկայի մեջ մտնեք, միշտ դեկալե արեք, այսինքն փոխեք, գույն տվեք, գույն գցեք, նենց որ շատ գեղեցիկ է լինում։ Բարև ձեզ սիրելիներս, այսօր մենք գտնվում ենք իմ ամենամոտիկ ընկերուհու Նադինի տղայի հարսանիքին։ Սա արդեն լրիվ ուրիշ միջավայր է, ավելի մթնոլորտը։ Նադի եկեղեցին նայեք, ինչ գեղեցիկ է, լրիվ հնություն։ Je me suis assise, je ne peux pas me lever. Punaise. Je revois dat is աթոռնայեք էլի։ Նատեք, Serge petit նստի։ Լնայ գետի ինչքան է բարձր։ Serge, assis-toi que je Philippe, assis-toi pour que je montre comment c'est. Moi je peux pas, hein. Véro.
Ժլու էր։ Ժողովուրդ ջան, ծիծաղում ենք, բայց այս աթոռները, տեսեք, այս աթոռների ձևը, սա արված չի որ նստեն, ծնկի վրա են գալիս, ուսեն ձեռքերը դնում եք ստեղ ու աղոթում եք այսպես։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, սիրելիներս, որ Ֆրանսիայի հարսանիքները լինում են տարբեր։ Մեր Հայաստանում համարյա թե բոլորը նմանատիպ հարսանիքներ են նույն ձևով, նույն ստիլով։ Այստեղ տարբեր են, այստեղ որոշում են իրենք, ինչ ստիլի, ինչ ոճի, եկեղեցին, ինչպես է հարսնուփեսան մտնումներ, ամեն ինչը տարբեր է։ Ժողովուրդ ջան, տերտերը պարզվում է ոտքը ջարդել է, բանը այդ գալինաստոպը, դրա համար է նստած խեղճ մարդը։ Punaise, il faut se lever. Donne-moi ta main, Serge. Շալի հեքիաթային վիլաժը։ Յուրաքանչյուր հարսանիք տարբեր ձևով է լինում։ Նայեք, տեսեք, ինչ են ուտելու։ Օլալա։ Ուրեմն սա հարսի և փեսայի տունն է։ Այս հրաշալի, տեսնում եք, այս շինությունը իր պապան օգնել, իրար հետ են արել, սարքել, կառուցել։ Ընտիրա, չի պատկերացնում այս աստիճանի մեծ, հարսանյաց արարողությունը լինելու է հենց այստեղ։ Սիրելիներս, աշխատեցի ցույց տալ փոքր կադրներ այսօրվա հարսանիքից։ Հարսանիքը կատարվեց փոքրիկ գյուղում, բայց հարսանյաց տերերը և ընդհանրապես երիտասարդները բնակվում են մեծ քաղաքներում։ Ուղղակի իրենք տուն էին գնել այդ փոքրիկ գյուղում եւ որոշեցին ինձ հարսանյաց տարեդարձը կատարել այստեղ։ Շատերին հետաքրքրում է տարբերությունը եւ շատերը ինձ հարց են տալիս. Անահիտ, իսկ ինչ տարբերություն ֆրանսիական հարսանիքների եւ հայկական։ Ես ինչպես դες ասացի, ֆրանսիական հարսանիքները բոլորը տարբեր են լինում։ Իրար նման չեն լինում, ամեն մի զույգ ցանկանում է որ իր հարսանիքը անել մի թեմատիկայով, որպեսզի չնմանվի, տարբերվի։ Ֆրանսիական հարսանիքների մեջ, սիրելիներս, երբ որ մենք գնում ենք հարսանիք, մենք գնում ենք ուրախանալու, գնում ենք շնորհավորելու, գնում ենք լավ ժամանակ անցկացնելու։ Թե ով ինչպես է հագնվել, ով ինչպես է սանրվել, դա ոչ մեկին չի վերաբերվում։ Եվ իրենք չեն դիտում, նայում կամ տեսնում մի բանը քննադատելու համար։ Ֆրանսիական հարսանիքների տարբերությունը հայկական հարսանիքների երաժշտությունն է, մթնոլորտը, իրենց կուլտուրան, մենք չենք կարող համեմատել մի բան, որ անհամեմատելի է։ Արդյոք ես սիրում եմ, թե չեմ սիրում, դա թողեք մնա իմ մեջ։ Բնականաբար ես ծնվել եմ Հայաստանում եւ ես սիրում եմ մեր ադատները, մեր սովորությունները, բայց եւ նաեւ սիրում եմ եւ հարգում եմ ֆրանսիացիների սովորությունները։ Այո, սիրելիներս, հարսանյաց տարեդարձը դա հարսի եւ փեսայի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։
Հարսանյաց տարեդարձը դա մրցույթ չէ, թե ով պետք է հաղթի։ Այո, սիրելիներս, դա կապ չունի որ երկրում, ինչպես են նշում, ինչ սովորություններով, որն է լավը, որն է վատը։ Վերջաբանը նույնն է, սիրելիներս, միություն եւ սեր։ Կուկու, բարև ձեզ սիրելիներս, ինչպես եք։ Հուսով եմ, որ դեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Որպեսզի ձեր Անահիտը ձեր չբացակայի, որոշեցի ստացել եմ նոր հավաքածու նորից եւ որոշեցի բացել մի անգամից ձեր հետ եւ դրա հետ մեկտեղ համ կկախեմ, համ ցույց կտամ ձեզ։ Շատերդ ասում եք Անահիտ շատ հեռու ես, ճիշտ ասած երեխեք, եթե շատ մոտիկացնեմ չեք տեսնի, ես կաշխատեմ այնպես անել, որպեսզի մոտիկացնեմ էկրանին, որ դուք տեսնեք շորերը։ Ճիշտ ասած ես գիտեմ ինչա գտնվում այս կարոբկայի մեջ, ящիկի մեջ, արկղի մեջ, մարդեզերի մեկ է տեսար մարդիկ, բայց ամեն անգամ հանեմ ձեզ ցույց կտամ։ Բերել եմ վիշիլկաները, կախիչները, հիմա եկեք սենց անենք, երեխեք ջան, եկեք այս վիշիլկայի հետևում կախեմ է դրանք, այդ նորությունները, ուզում եմ ձեզ մի նորություններ ցույց տամ, այս դուդվի կուրտկան, ես այն գնել եմ իմ համար, իմ ռազմերին, կախում եմ հետո ես որպեսզի վաճառքի ժամանակ տեսնեն, ուրեմն սա հագնում ենք այսպես, բանի այդ տիգրովի այդ գույները կակիի և սևի հետ է համար, շատ արտակարգ մեր դուդվի կուրտկաները իրանք ձեզ թվում է թե բարակա, բայց ինքը բավականին տաքապանում։ Հետո մարդս առավոտյան ասենք արագ գնում են գործի ու շփոթվում ենք, եղերա չէ, բոլորիս հետ թարս ենք հագել, պրոբլեմ չկա թարսի, կարող եք առավոտյան արթնանալ, ուսես գցեք ձեր հագի և դուրս գաք այս գույնի վրա արդեն։ Այսինքն այս կուրտկան դվա վադնոմ է, էլի, իմ հավաքածուում շատ կան։ Կա նաև սա, տեսեք, սա, որ կարող ենք հագնել մորթու կողմը և կարող ենք հագնել այս պոլերի այս կողմի վրա։ Շատ կան դες բաներ և նաև բավականի վերարկուներել են արել, որպեսզի ասենք ցույց տանք, կարող եք մորթու կողմը հագնել և զամշի կողմը։ Մի հատ ինձ նայեմ տեսնեմ ինչպես է, արտակարգ հրաշալի, բայց ես կհագնեմ այն տիգրովկայի կողմը, որովհետև սենց ավելի օրիգինալ է, մանավանդ սպիտակ վերնաշապիկի հետ։ Ահա սիրելիներս, ես ունեմ մի հավաքածու, որը որ և սպորտ է, և շիկ է, և ամեն օրվա է, և կարող ենք նաև հագնել երեկոների։ Գիտեք ինչ, երեխեք ջան, երեկոներ գնալու ժամանակ պարտադիր չի, որ ասենք ինչ-որ մի հարսանիք եք գնում և այլն, եթե դուք ինչ-որ մայրը չեք կամ սկեսուրը, դուք կարող եք հագնել շատ մոդեռն, մի գեղեցիկ զգեստ կամ մի գեղեցիկ շրջազգեստ կամ մի շալվար, տաբատ և այլն և այլն։ Եվ ամենակարևոր ժողովուրդ ջան, ինչքան էլ մենք սիրենք, ինչքան էլ ցանկանանք, որ գեղեցիկ լինենք, պետք է հայելիի մեջ էլ նայենք։ Օրինակ ես շատ գեղեցիկ շրջազգեստներ եմ տեսել Աստվածարար Դավիթի հարսանիքի, Կարլայիս իմ Դավիթի, բայց արդյոք դա ինձ կսազի։ Այո, բոլորն ինձ ասում են Անահիտ շոր ասես, եթե ես ուզենամ լինել մի հատ ծիծաղելի ինչ-որ մեկը, կարող եմ լինել, պրոբլեմ չի։ Դրա համար եկեք ժողովուրդ ջան, նայենք տարիքը, նայենք տեսնենք մեր մորֆոլոգիան և այլն։ Այս վերջերս YouTube-ը ինչքան բացում ես, յա հարսանիք, յա կնունք, յա նշաններ, յա պարուրախություն, ուրախ եմ շատ, բայց եկեք ամեն ինչին չափ ու սահման կա, և նայում եմ էլի, ասում եմ միան տեսնեմ հագուկապները, բան, երեխեք ջան, ես չեմ քննադատում ոչ մեկին, բայց այդ անտեր մնացածը հայերի գոյություն ունի, նախ շատ մարդիկան կրիտիկի են անում ինչ-որ մարդկանց, դա ձեր գործը չի, տեսեք ես էլ եմ ասում, իրանք հագել են միանց դուր եկել այդ րոպեին, բայց որ կողքից մարդը նայում է, զգում ես, որ ես ասեմ, ես ունեմ բավականին կլորիկություն, ես ունեմ այս ասեմ թե սպորտի ասպարեզում և հետո մի 2 տարի ես միակ լավ բանը ուրախ եմ, որ ես փոր չունեմ, փորս մի քիչ, փորը տավերամա 60 տարեկանից, ազգներդ մեծանում են, և այլն, դա ամոթ բան չի, դա բոլորս էլ մենք ոչ մեկս է պերֆեկտ չենք, բայց պետք է ճիշտ հագնվեք։ Իմ բլոգների նաև ինչ-որ մի փոքրիկ իմաստը դա է,
որոնք որ իմ լավ հետևորդները հասկանում են, հետո մի հատ բլոգերը նայպես ես թերթում է եւ հանկարծակի ու իջտավա կատալոգներ են ուղարկի եւ հանկարծակի ես չա ես չեմ տեսել սա ինչ է նոր տարվաններ են ուղարկել ժողովուրդ ջան նոր տարվա կատալոգն են ուղարկել вот это да գեղեցիկ բաներ կան փայլուն շալվարներ տաբատներ փայլուն կոստյումներ շորտիկներ իհարկե միհարիկների համար շորտիկներ սմոքինգ շալվար պանտալոն անմայը պանտալոն լիզերը բրիան անմայ էս ինչ լավ է սպորտայինը вот это да Եվ նոր տարվա նվերներ, այս սա շատ ինձ հետաքրքրեց, պիժամա, ensemble de pyjama, nuisette et robe pull dentelle, այո, սա մի հատ ուսումնասիրենք, ինչ է ուզում ասել, այդ աղջիկը նսել մի հատ լավ բան ասեց, չնայած ինքը անդադ մասնակցում է, բայց ասեց գնացի այդքան ման եմ գալիս, գնում եմ տուրիստ, ձեր համար ցույց եմ տալիս տեսարժան վայրեր, զգացի, որ ժողովրդին դա չի հետաքրքրում եւ միայն ուտուշ խմուշն է հետաքրքրում։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ դա է հետաքրքրում սիրելիներս, շատերին, ոչ իմ աուդիտորիային։ Բայց ուզում եմ, ինչ ասեմ, 100 հոգի ինձ նայի, ես մնալու եմ այնպես ինչպես կամ, որովհետեւ յուրաքանչյուր բլոգ ունի իմաստ։ Ունի իմաստ, մոդա, խոհանոց, առօրյան, ինչ արժի այս Ֆրանսիայում այս ուտելիքը, ինչ որ մի փոքրիկ նորություն, թեկուզ ծիծաղ, թեկուզ պար, բայց ամեն ինչը պիտի լինի այս չափի սահմաններում եւ մարդիկ նայեն մտածեն, այ մարդ, այս ինչ լավ է, ես անգամ Անահիտի նայեցի, այս ռոբոտը գնեցի, բանին է, Սվետլանդային նայեցի, Պիլասոսը գնեցի, բանին է, Միջագայանեին նայեցի, այս կուրկան գնեցի եւ այլ, նրան նայեցի, այս սովորեցի խոհանոց։ Իմ համար դա իմ միտքն է, թե հիմա դուք եկեք ինձ ասեք սխալ ես անել։ Ուրեմն երեխեք, գիտեք ինչ է բարը, ես հագել եմ ջինսի ստապատ, բայց որ տեսնեմ լավ է դուրս գալ ժողովուրդ։ Շատ լավ է դուրս գալ, մի քիչ մոտիկացեց։ Հագել եմ ջինսի ստապատ, որպեսզի ամեն անգամ ես պիտի կտրեմ, որովհետև պիտի փոխվեմ, ցույց տալուց հետո հագնեմ ցույց տալ, իմ վրա տեսնեք։ Որովհետև ինչքան էլ շորը մենք հագնում ենք, ցույց ենք տալիս, ինձ թվում է մարդու վրա ավելի գեղեցիկ է եւ փաստը մնում է փաստ, որ մանեկենների վրա որ նայում ենք, ավելի լավ ենք զգում։ Հիմա ես ցույց կտամ մի հրաշալի սվիթեր, որը ես գնել եմ երազմերի, սև եւ սպիտակ, թևերի մոմենտը, մատերիալը ուղղակի հրաշք է։ Հիմա ես սա կհագնեմ եւ ցույց կտամ իմ վրա նախքան կախել։ Գնացեք սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ես հիմա դες եմ տալի մի հրաշալի սվիթեր, որը ոչ ծակում է, ոչ նեղում է եւ ունի ամենակարևորը վեբացվածք։ Բոլոր նրանք, ովքեր էլի եմ կրկնում, ունեք բավականին մեծ կրծքավանդակ կրծքեր, ես ձեզ խորհուրդ եմ տալիս հագնել վեն, մոռացեք այս մայիչկաները սենց, կան աղջիկներ, ովքեր կոմպլեքսավորված են եւ ովքեր կոմպլեքսավորված չեն, ուզում եք մոդայիկ լինեք, երիտասարդ իմ սիրելի աղջնակներ եւ աղջիկներ ջան։ Դա ամոթ բան չի սուրը դա մեծ տարիքի համար չի։ Մի բլոգեր կար Instagram-ում պատահաբար ընկա իր վրա, չգիտեմ ինքը ինձ նայում է թե չէ, բայց դուրս էր եկել եթե ինչ որ մեկը իր ջանով ղուրբանով անպատվել էր, վիրավորել էր։ Ես քեզ խորհուրդ կտամ դու այդ վեճակնես, տարիքը դառնում ես 40 տարեկան եւ այլն։ Տիկին ջան, չարաչար սխալվում եք։ Եթե նա ունի լավ բավականին գեղեցիկ կրծքեր, շատ ապետիտի կին է եւ ինքը 30 տարեկան է, այդպես վիզը փակած, իրան ավելի է դարձում լակոտ։ Դա լակոտական բաներ են այդ մայկաները վիզը փակած, երեխեք ջան, իմացած եղեք։ Կինը դառավ 24, 27, 25, 26, 27 տարեկան աղջիկը արդեն համարվում է առաքինի կին։ Կարող եք հագնել այդ ձեր այդ կլոր այդ վզով մայկաները, ջինսի ստապատների հետ, լայն եւ այլն, եթե նիհարիկ եք։ Նիհարիկ եւ բարձրահասակ, հասկացեք ճիշտ ինձ, երեխեք մի վիրավորվեք։ Վեն դա ավելի ձեզ բացում է։ Կարող եք ես վեի հետ մեկտեղ,
այ այսպիսի մի հատ շարֆ գցեք, այ այսպես, եւ այսպես եւ դուրս գաք։ Սա արդեն լրիվ ուրիշ է, սա ավելի լինում է կլասնի եւ լինում է բավականին օրիգինալ։ Ինչի մասին է խոսքը։ Չի կարելի վիրավորել մեկին, որ դուք ինքներդ չեք հասկանում, թե նրան V է պետք, X-ին ինչ է պետք, մորֆոլոգիային ինչ է պետք, 0-ին դա մասնագիտություն է։ Դրա համար սիրելիներս, իմ բլոգների իմաստը դա է։ Եթե իհարկե հասկացողը կհասկանա, իհարկե իմ բոլոր հետևորդուները, ես ինչ ասեմ, սիրում եմ ձեզ, իմ լավ թիմը, եմ ձեզ ասում են, հիմնական բազան, որ ինձ նայում է, այդ ինչ ասեմ, դա ուղղակի ես ուրախ եմ, Աստծուց շնորհակալ եմ, որովհետև կան ձեր նման ճիշտ եւ դրական մարդիկ իմ թիմում էլի։ Հիմա սիրելիներս, հիմա ես ցույց եմ տալիս մի ուրիշ հրաշալի սվիտեր, որը ես ուղղակի սիրահարվել եմ այս սվիտերի վրա։ Մի հատ խնդրում եմ նայել, սա ինչի ստիլիստը ինչ է որոշել։ Որոշել է սա վադալասկայի տիպի է, բայց որոշել է ցեփով անի, իմ նման մարդկանց, ովքեր չեն սիրում, որ ինչ-որ մի բան կպնի այստեղ։ Եվ նաև, որպեսզի նաև կտրի մեծ կրծքավանդակ ունեցող կանանց։ Հիմա ես ձեզ սա ցույց կտամ, եւ ես ցույց կտամ, թե ինչ կիսաշրջազգեստի հետ կարող եք հագնել։ Նայեք ուշադիր այս սվիտերի հաստությունը։ Շատ տրենդային է, բարակ կիսաշրջազգեստ, բարակ տաբատ հագնել հաստ սվիտերի եւ դուդովի կուրտկաների հետ։ Հիմա ես այն կհագնեմ, կիսաշրջազգեստը ստացել եմ եւ միասին կտեսնենք ինչ եք կարծում։ Գնացինք սիրելիներս։ Գնացինք, мои дорогие девчатки, девчонки, իմ սիրելի հետևորդուհիներ ջան, հեսա յուբկան, այս յուբկան նա ցույց տամ նախքան, չգիտեմ, քսազի թե չի զազի, ամեն ինչը անում եմ, որպեսզի դուք իմ հետ ներկա լինեք։ Ուրեմն այս կիսաշրջազգեստի շագանակագույնը ես ունեմ, տեսել եք իմ հագին, բայց ես ինչ փուչուրա, երրորդը չէ լավա։ Մի հատ խնդրում եմ այս յուբկան նայեք, ինքը պլիս է, այ այսենց որ շարժում եք, դուք չեք հասկանում սա սև է, մոխրագույն է, ինչ գույն է, եւ հիմա ես այն կհագնեմ սվիտերի հետ եւ դուք կտեսնեք թե ինչքան օրիգինալ է։ Բոթասները չեմ փոխում, բոթասները լավ կլինի սև ու սպիտակի հետ։ Գնացինք։ Չանարեցի եւ ես գնացի բերեցի իմ սապոկները։ Ահա տեսեք սիրելիներս, հաս սվիտերը եւ այս հրաշալի կիսաշրջազգեստը։ Կիսաշրջազգեստը ինքը պլիս է, ամբողջությամբ տակից կա աստար եւ դա ուղղակի հրաշք է եւ հիմա ես քայլում եմ եւ տեսեք ինքը ավելի սլացիկ է դարձնում։ Ինչու՞։ Ունեք մի քիչ փորիկ, ունեք մի քիչ տամոքս, այ այս տիպի հաս սվիտերները հետը շատ գեղեցիկ է։ Եվ ես կարող եմ նաև թուշուր տված ձևով հագնել այս դուդովի կուրտկան, տեսեք սիրելիներս, ահա, և լինում է և սպորտային, և կանացի, դրա համար, գիտեք ինչ, յուրաքանչյուր բլոգ, յուրաքանչյուր վիդեո ունի իր իմաստը, շատերը կարող է մտածեն նաև, ես կինով ա, ասեմ դե սիրելիներս, իմ անունը Անահիտ է, ես ապրում եմ Ֆրանսիայում, արդեն բավական երկար տարիներ եւ աշխատում եմ Maison Captain տան համար արդեն 24 տարի, 25-րդ տարին է, դրանից առաջ եղել եմ լրիվ ուրիշ մասնագիտություն, ավարտել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտը, սպորտսմենուհի եմ եղել, պրոֆեսիոնալ եւ հիմա ես ցույց եմ տալիս, ասեմ ձեզ երեխեք, երբ որ դու ունես կոմերսը դա ոնց որ սպորտային թիմ լինի, ինչու եմ ես YouTube-ան ալիքը անվանում մեր սպորտային թիմ։ Ես որ որոշեցի դադարացնեմ ժողովուրդ ջան, որովհետև իրոք նախ իմ անձնական իմ ընկերուհիներիցս մեկի հետ շատ վատ բան կատարվեց, մոտիկ ընկերուհիս, եւ ես դրանից ահավոր վատացա, միանգամից իմ մոտ ամեն ինչս էս բլոկ է եղավ, եւ ես
Սենց ոնց որ ինչ ասեմ, սենց երևի 20 րոպե ես լուր նստել եմ, ես չեմ իմացել թե ինչ եմ անում, հետո դրանից հետո որոշեցի թողնել, որովհետև ըմբոստացած էի եւ ըմբոստացած էի, որ ինչ ասեմ, այս ճիշտ ասած ես բացեցի, չիմացեցի ճշմարտությունն ասեմ, ես բացեցի YouTube-յան ալիք ցույց տալով կնոջ, մի հայ կնոջ կերպարը արտասահմանյան երկրում, ով որ ապրել է սովետական միության ժամանակ Հայաստանում եւ մեծ, ինչ ասեմ, հայոց դրոշն է ամենտեղ իրանով ճանաչվել ու եկել այստեղ ինքը մնացել է ոնց կա, ուզում եմ ցույց տալ իմ բլոգների մեջ, որ մարդը չի փոխում, ուր էլ ապրի, ուզում եմ ցույց տամ նաև կիսվեմ ֆրանսիական որոշ փոքրիկ խոհանոցի գաղտնիքների հետ, այս ամեն ինչը ձրի է, այն օրը իմ բլոգի շորտը, որ ես գցել էի, ես իհարկե գովաբանել էի եւ պաշտպանել էի մեր հայ ֆուտբոլիստների, խոսքս եկավ ասեմ, որ չի կարելի կան բլոգերներ, այո, այդ մարդը, որ իմ բլոգի տակ գրել էր, գնա կոտլետները պատրաստի, ված սպորտից չես հասկանում, ոչինչ բան, ինչ ես դուրս եկել աուդիտորիա ստեղծելու համար այդ խոսում, եւ այլն։ Ու այդ մարդը ինձ տենց վիրավորում է, որ դու ինչ քեզանից ինչ պրոֆեսիոնալ գնա քո էսի միջար դու ուր պրոֆեսիոնալությունն ուր։ Ես ասեցի, եթե դու չես հասկանում սպորտից, ինչ ասեմ, գրել ես պրոֆեսիոնալ եմ։ Հիմա ինձ թվում է, եթե դու ինձ նայում ես, տղաջան ես, ջան ես, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինեիր, քեզ վաղուց էինք ճանաչել։ Ես չգիտեմ, կարող է դու Համլետ Մխիթարյանն ես, կամ Խաչատրյանը, կամ Օղորմածիկ Մխիթարյանը, որին ես դրանց այդ երկուսին ճանաչել եմ, որ եկել էին Ֆրանսիա եւ այլն, կամ էլ թե Իշտոյան, Զանազարյան եւ այլն։ Իմ համար Հայաստանում եղել են միայն այդ ֆուտբոլիստները Արմեն Սարգսյան, Իշտոյան, Զանազարյան եւ մնացածի անունները չեմ տալու։ Գիտեք երեխեք, հիմա ես ձեզ ասեմ, ինչու եկա դրան։ Ես ուղղակի ցույց եմ տալիս, որ սա է կյանքը, ցույց տվեք այն, որ մարդիկ սովորեն, մարդիկ տեսնեն, մարդիկ ընկալեն։ Էլի եմ ձեզ ասում, աուդիտորիա ստեղծելու համար կարող եք ինչ որ դուրս գաք ձեր, ինչ ասեմ, ճակերտներից եւ սկսեք ինչ որ կարիկատուրա բաներ անել, որ մարդիկ նայեն, կամ էլ թե չզգում եք, որ այն լավ գեղեցիկ բաները մարդիկ չեն նայում, տեսարժան վայրեր, ամրոցներ եւ այլն, ուրիշ բան ցույց տալ, բայց նախ որ տեքստը կարդում եք այդ իմ շորտի, որ ես ասում եմ, տղաներ ջան, դուք իմ համար հաղթանակ եք տարել 5-0։ Ինձ գրել է, որ ինչ ես խոսում առանց հասկանալու, Պորտուգալիայի դեմ իրանք 1-1 են խաղացել, 0-0 եղան, լսի, ինչ չի հետաքրքրում, թե իրանք ինչ են խաղացել։ Ինձ ուղղակի պետք էր դուրս գալ, որպեսզի ասեմ մարդկանց, հերիք է քննադատել, վերջապես այդ խաղացողները խաղացել են մեծ թիմի դեմ, բավական։ Ինչ եմ ուզում ասեմ, երեխեք ջան, ես կմնամ այնպես ինչպես կամ, ըմբոստացած է ինչու գամ դրան, որովհետև միայն, ինչ ասեմ, տխմարություն, տգիտություն, նույն բանը, երբ մարդիկ նայում են ու ծափահարում են, ու դու որ ցույց ես տալիս այն, որ մարդկանց օգնես, որ ինչպես հագնվեն, ինչպես իրենք զգան, ինչպես երիտասարդ մնան, քանի որ կապ չունի տարիքը, քանի որ մարդու հոգին են, բռնում են ապուշ բաներ են գրում տակը։ Ու դրանից դու ըմբոստանում ես, ասում ես, էդ եք ուզում եք, որ ամբողջ Instagram-ը լինի գժանոց, կամ YouTube-ը, կամ TikTok-ը, կամ Facebook-ը, դե գնացեք դա եք գժանոցի, եթե դա ձեզ ձեռ է տալիս։ Բայց հետո չէ, որոշեցի, որ տեսա իմ թիմը, իմ հետևը կանգնած, ինչ ըմբոստացած էին գոռում ու գոչում, Անահիտ դու պիտի գաս, ու ես գիտեմ, որ շատերն էլ արդեն հասկացել էին պատճառը, ինձ մեսաժներ էի ուղարկել, դրա համար ես որոշեցի, ոչ, Անահիտը պարտվել չի սիրում, Անահիտը մինչև էս պետք է ցույց տա իսկական հայ կնոջ կերպարը, լեզուն ֆրանսիացին նայի, ռուսը նայի, իտալացին նայի, ով պատահաբար որ ընկնեն բլոգների վրա, ասեն տեսնես այս կինը ինչ ազգ է։ Ու նայում են կոմենտները եւ թարգմանվում է։ Իմ բլոգների կոմենտները ուղղակի շնորհակալ եմ ձեզանից։ Դե ինձ սիրելիներս, եկեք այս կադրերով ավարտեմ այսօրվա վլոգը, քանի որ վլոգը մի քիչ երկար ստացվեց, չեմ ձանձրացնում ձեզ, շարունակությունը դուք կդիտեք վաղվա վլոգում, կտեսնեք հետաքրքիր փոքրիկ զրույց մայրիկի խորհուրդները եւ մահիրիկի օրինակը իմ հավաքածուի ամեն անգամ երբ ստանում եմ նորություն, գալիս է եւ իր ձեռքը դնում վրան։
Դե ինչ սիրելիներս, չմոռանաք լայքերը, եթե ձեզ դուր եկավ, համբուրում եմ ձեզ, սիրում եմ շատ-շատ, եւս մեկ անգամ ես նույնպես ուրախ եմ, որ ես եկա եւ միացա իմ սիրելի թիմին։ Գիտեք ինչ, ես ուրախ եմ, որ դուք ինձ անհամբեր սպասում եք եւ ուրախ եմ, որ դուք կաք իմ կյանքում։ Համբուրում եմ ձեզ ջերմ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։